Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լուսանկարի ձախ կողմում Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է Ալլահ Շուքյուր Փաշազադեն։ Հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ հավանաբար ոգևորության պատճառով մոռացել Ղուրանի գրվածքը, թե Աստված չի առաջնորդում նրան, ով ստախոս է։ 1000-ումի սուտ է պատմել Անտոնիո Գուտերեշին պնդել, թե հայ եկեղեցին ու հայկական սփյուռքը ակտիվ քարոզչություն են վարում հայ-ադրբեջանական խաղաղությունը խաթարելու համար։ Սա Հումմաթ Օղլու Փաշազադեն է ասում, այն մեկը, ով օգոստոսի 8-ից հետո հայրաբար մի դաստիարակչական ապտակ էլ չի տվել որդի Ալիևին, հայերին հիվանդ հասարակություն կոչելու, Հայաստանի ներքին գործերին խառնվելու, ուրիշ երկրի ինքնիշխան տարածքով անցնող երթուղին այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանելու համար, ինչն էլ ոչ թե պարզապես խաթարում, այլ ջարդ ու փշուր է անում հայ-ադրբեջանական խաղաղության, առանց այն էլ խարխուլ հիմքերը։ Մինչև երկու երկրների քաղաքական ղեկավարները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման։ Ալիևի լրատվամիջոցները գրում են, թե ի պատասխան Ալլահ Շուքյուրի այս հայտարարության ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ ասել է, որ սա անընդունելի է։ Տեսնես իսկ ինչպես Գուտերեշը կմեկնաբանի հենց իր ղեկավարած կառույցի խոշտանգումների դեմ պայքարող կոմիտեի լրջագույն մտահոգությունները կապված Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող 23 հայ ռազմագերիների հետ Ադրբեջանից Կարմիր խաչի մարդասիրական պատվիրակությանը վտարելու պայմաններում։ Ինչևէ, հետաքրքրական զուգադիպությամբ Ադրբեջանից էլ Ալիևի մեջլիսական նասիբն է խոսում մեր եկեղեցուց։ Հատկապես վերջին 150 տարիների ընթացքում հայկական եկեղեցին մի կողմ դնելով իր կրոնական առաքելությունը դարձել է ֆաշիստական եւ դիվերսիոն գաղափարախոսության կրող։ Այս հաստատությունը հանդես է եկել որպես տարածաշրջանում կայունությունը խաթարող հիմնական գործոններից մեկը, ժամանակ առ ժամանակ բարոյական աջակցություն ցուցաբերելով ահաբեկչական կազմակերպություններին։ Ինչ է կատարվում ադրբեջանցիների հետ, մասնագետն ասում է, պատահական ոչինչ չկա։ Փաշազադեի քավորությամբ շարունակում են դեռ ամիսներ առաջ ձեռնարկած գրոհը։ Իրենք փորձում են հայ առաքելական եկեղեցուն ներկայացնել որպես մի կառույց, որը դեմ է իբրև խաղաղությանը, բայց դրա հետ կապված որևէ իրական փաստարկ չեն կարող բերել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի շարժիչը հնարավոր ու անհնար բոլոր ուղղություններով գործի է դրվել։ Հայ եկեղեցու դեմ պայքարը հստակ համակարգված քաղաքականություն է, շարունակում է ադրբեջանագետը։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ դա տեղավորվում է այն խոսույթի շրջանակներում, երբ արտաքին աշխարհին խոսում են քրիստոնեության, քրիստոնեական արժեքների հետ կապված ճնշումների մասին, կոնկրետ Ադրբեջանում պահվող մեր հայ գերիների մասին խոսելիս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կիրառեց 23 քրիստոնյա հայ գերիներ արտահայտությունը եւ դա մացապես նյարդայնացնում է Բաքվին եւ ես կարծում եմ եկեղեցու դեմ արշավը նաեւ այս տրամաբանության մեջ է տեղավորվում։ Որքան էլ Բաքուն ջանա պատմությունն ու իրականությունը շրջել գլխի վայր մեկ է, հայ առաքելական եկեղեցին հավատարիմ է մնում դարերով փորձված իր առաքելությանը, խաղաղության, հաշտության ու արդարության գաղափարների տարածմանը։ Իսկ այդ արժեքները խեղաթյուրելու յուրաքանչյուր փորձ մեկ բանի մասին են վկայում։ Ճշմարտությունը խանգարում է բռնատիրությանը, ծանրացնում լարախաղաց Ալիևի խաչը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվեց 2 ամսով։ 1 ամսով կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ եւ առաջնորդարանի աշխատակիցներ։ Այս պահին հոդվածներից մեկը, որը մեղսագրվում է, այն պահին իբր երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել։ Այսինքն իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձի չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկվել։ Ճնշում եկեղեցու դեմ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն արձագանքել է Արագածոտնի թեմում իրականացված խուզարկություններին։ Մայրաթորը պնդում է, որ իշխանությունները փորձում են խարխլել եկեղեցու գործունեության բնականոն ընթացքը եւ նրա հեղինակությունը։ Վկայակոչելով այդ քայլերը որպես վախ ու ճնշում քարոզող, Մայրաթորը հավատացյալներին կոչ է արել կանգնել եկեղեցու կողքին եւ չհնազանդվել սադրանքներին։
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս 30 օրով։ Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։ Միջնորդությունը քննվեց 2 օր։ Աշոտ Մինասյանը ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության բողոքը եւ փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024-ի դեկտեմբերի 26-ի դատավճիռը, վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը։ Հարկային փոփոխությունները աշխատավարձերի վրա ազդեցություն չեն ունենում, եթե ունենում են, ապա դրական։ Նիկոլ Փաշինյանն է վստահեցնում ու հիշեցնում, 2018-ի դրությամբ Հայաստանում գործում էր եկամտահարկի եռաստիճան համակարգ։ Իր կառավարության օրոք այն համահարթեցվել է, ըստ այդմ աշխատավարձերի վրա եկամտային հարկը նվազել է։ Թոշակառուների համար դրական փոփոխություններ նույնպես տեղի են ունեցել այս ընթացքում, ըստ Փաշինյանի։ Արդեն մի քանի տարի հաջողությամբ գործում է կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, առաջիկայում այդ հետվճարի համակարգի վերադարձվող տոկոսային հատվածը ավելի կմեծանա։ Անապահովության համակարգից տասնյակ տարիներ օգտվող բազմաթիվ ընտանիքներ կան հանրապետությունում, բայց վարչապետը նկատել է, որ դա նրանց կյանքում ոչինչ չի փոխում, միայն հանապազօրյա հացն է ապահովում։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն արդյունավետ եւ արտադրողական աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ վճարվող աշխատանքի միջոցով։ Իսկ լավ վճարվող աշխատանք կարելի է ունենալ միայն համապատասխան կրթություն ունենալու դեպքում, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Պարադոքսը հետևյալն է՝ մի կողմից Հայաստանում գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշներ կան, մյուս կողմից բազմաթիվ միգրանտներ հենց մեր երկիրն են նախընտրում աշխատելու համար։ Իհարկե, Փաշինյանը չի բացառում նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ մարդը աշխատի, բայց շարունակի աղքատ մնալ։ Պատճառը էլի կրթությունն է ու աշխատանքի որակը։ Վերջում օրինակով է փաստում՝ սեփական բիզնես սկսել հնարավոր է անգամ 60 տարեկանում։ Հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված տուգանքը կհանվի։ Նախատեսվում է հայտարարագրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից։ Քաղաքացիներին բավական ժամանակ կտրվի պետական եկամուտների կոմիտեի կայք-մուտք գործելու համար։ Ըստ ֆինանսների նախարարության, եթե չկան հայտարարագրի լրացումներ, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Հայտարարագիր լրացրած անձանց 79%-ը ըստ էության պետությանը ոչ մի նոր տվյալ չի տալիս եւ լրացնում է միայն այն տվյալները, որոնք պետությունը կամ գիտի, կամ քաղաքացու թույլտվության դեպքում կարող է իմանալ։ Հիմա այստեղից հարց առաջացավ. եթե այսպիսին է վիճակագրությունը, ինչի ենք մենք մարդկանց 79%-ին ասում, որ դուք մտեք հայտարարագիրը լրացրեք այն դեպքում, երբ որ ինքնաշխատ ձևով այդ հայտարարագիրը լրացված է։ Էլեկտրամոբիլների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգվեց եւս 1 տարով։ Արտոնությունը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այն կվերաբերի 2024-ից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մարդատար մեքենաներին, ավտոբուսներին, մոտոցիկլետներին եւ մոպեդներին։ Այս տարվա հոկտեմբերի 17-ի դրությամբ ներմուծվել է 14888 էլեկտրամեքենա, 3000-ով ավելի նախորդ տարվանից։ Էլեկտրական տրանսպորտային միջոցների երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն։ Մասնավորապես համաձայն Մաքսային միության հանձնաժողովի որոշման Հայաստանը 22 թվականին ունեցել է 7000 միավոր, 23, 24 եւ 25 թվականների համար տարեկան 8000 միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում։
Բեռնափոխադրողները կրկին բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց, նրանք դժգոհել են դեպի Ռուսաստան մուտքի արգելքներից։ Հայաստանից մի քանի բեռնափոխադրողներ Ռուսաստանի մուտքի արգելք են ստացել, նրանք խախտել են թույլատրելի ժամկետը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրուցել է նաև էկոնոմիկայի նախարար Պապոյանը ու վստահեցրել, որ ամենաբարձր մակարդակով զբաղվում են խնդրով։ Հիշեցնենք, ըստ նոր փոփոխության առանց վիզայի ռեժիմ ունեցող քաղաքացիները կարող են մնալ 90 օր տարեկան։ Ճանապարհը փակ է լինում, ասենք Մոսկվա գնալ գալը, ասենք 6 օր է տևում, բայց մենք 20 օրում ենք գնում գալիս, որովհետև ճանապարհները փակ է, գալիս ես հերթ ես կայնում, իջև հերթը հասնում է, գալիս ես անցնում ես, մի 10 քանի օր մենակ Ռուսաստանում մի անգամվա համար մնում ես։ Այսինքն 4 անգամ գնացիք։ 6 անգամ գնացիր եկա, 6-7 անգամ գնացիր, մաքսիմում է դի լրիվ սպառվում է։ Դու էլ չես կարալու այդպես։ Պետական եւ տեղական մարմինների ծանուցումները կդառնան էլեկտրոնային, նպատակն է պարզեցնել հաղորդակցության գործընթացները, նվազեցնել ծախսերը։ Ներկայումս ծանուցումների մեծ մասը իրականացվում է փոստային առաքմամբ, ինչը հաճախ դանդաղ է եւ անարդյունավետ։ Նոր կարգավորումները նախատեսում են էլեկտրոնային ծանուցման պարտադիր ձևաչափ։ Հայաստանում մամոգրաֆիկ հետազոտությունները կիրականացվեն պետպատվերով։ Պետությունը մեկնարկել է սկրինինգային ընդլայնված ծրագիր։ Պետպատվերով կվճարվի սոցփաթեթի շահառուների հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը։ Հիշեցնենք, ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները եւս կարող են հետազոտվել անվճար։ Սննդամթերքի բարձր գների ցուցանիշով Հայաստանը 2025-ին 139 երկրների շարքում զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը։ Տարածաշրջանում Հայաստանը երկրորդ տեղում է Թուրքիայից հետո։ Թուրքիան ցուցակում 79-րդն է, Վրաստանը 104-րդը, Ադրբեջանը 112-րդն է, Ռուսաստանը 134-րդը, իսկ Իրանը 136-րդը։ Ըստ Նումբիո հարթակի վիճակագրության Հայաստանում ապրող մեկ անձի համար անհրաժեշտ ամսական սննդամթերքի բյուջեն կազմում է 66-ից 85 հազար դրամ։ Հայաստանի 10 մարզի 230 համայնքից 360 կազմակերպություն այս տարի մասնակցում է ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա միջոցառումներին։ Օրը նշվում է հոկտեմբերի 17-ին ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2023 թվականի որոշմամբ։ Միջոցառումները կարևորում են մեր հոգևոր ու մշակութային արժեքների պահպանումը, փոխանցումը ապագա սերունդներին։ Դատապարտյալների եւ կալանավորվածների բուժումը կշարունակվի Արմավիր քրեակատարողական հիմնարկում ստեղծված նոր բուժական մասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները կբուժվեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Բացահայտվել է 205 միլիոն դրամ հանցավոր ծագում ունեցող գումար, պետական բյուջե է վերադարձվել 425 միլիոն դրամ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ շարունակվում է Զանգերի կենտրոնի կողմից կատարված համակարգչային հափշտակության փողերի լվացման գործով նախաքննությունը։ Գործի շրջանակում 16 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Պաշտոնական Դելին կդադարեցնի ռուսական նավթի գնումը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այս մասին հավաստիացրել է ԱՄՆ նախագահ Թրամփին։ Հիշեցնենք, ավելի վաղ Ամերիկան հայտարարել էր, որ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումը օգնում է ֆինանսավորել պատերազմը Ուկրաինայում։ Թրամփը նաև հավելել է, որ ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հնդկաստանը կարող է նորից սկսել ռուսական նավթ գնել։ Հնդկաստանից դեռևս չեն հաստատել Թրամփի հայտարարությունը։ 40-ից 50 ամերիկացի լրագրող լքել է Պենտագոնը բողոքելով մուտքի խստացված կանոնների դեմ։ Նրանց հավատարմագրումը չեղարկվել է նոր կարգերի խախտման համար։ Կանոնները սահմանափակում են տեղաշարժը, արգելում անգամ ոչ գաղտնի աղբյուրային տեղեկատվության ստացումը առանց հաստատման եւ պարտադրում կրել վառ կարմիր կրծքանշաններ։ Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի 2025-ի դեկտեմբերին մատակարարվող ֆյուչերսների արժեքը 1 տրոյական ունցիայի համար կազմել է $4250։ Միաժամանակ արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.23%-ով, 1 տրոյական ունցիայի համար հասնելով $52.4։
Հոկտեմբերի 15-ին Արինջ Զորախբյուր ճանապարհին Արտաշատի խճուղում բախվել են Մերսեդեսն ու Գազելը, 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աբովյանի բժշկական կենտրոն, մի մասն էլ Սուգրի քոլուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Աբովյանի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները, Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հոկտեմբերի 15-ին ցեմենտ տեղափոխող բեռնատարը Աճարյան փողոցից դեպի Թբիլիսյան խճուղի տանող հատվածում կողաշրջվել է։ Վարորդին դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 11 շեջ փրկարարական ջոկատի փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել։ Տեղում էին Աբովյանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վիրավորը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Ցեմենտավոզը բարձված է եղել ցեմենտով, այդ իրա բանով, էսի ցեմենտ չի, ցեխը բետոնով բարձված է եղել, այն թափվել է։ Հոկտեմբերի 15-ին 30-ամյա Արամայիսը Տոյոտայով Մարգարավանաձոր ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել ծառին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները։ Դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ բախվել ծառի։ Հոկտեմբերի 15-ին 61-ամյա Մանվելը մեքենայով Հնաբերդ Այգեստան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ձողին, ապա ծառին եւ հայտնվել ջրատարի մոտ։ Վարորդին առաջին օգնության են հասել գյուղացիներն ու ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած փրկարարության Արտաշատի շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Տեսնում եք նաև կոտրված ծառը, ավտոմեքենան էլ կարելի ասել վերածվել է մետաղե ջարդոնի։ Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Այվազովսկու փողոցից 21-ամյա Ռաֆայելն ու 26-ամյա Լևոնը վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց, իսկ 26-ամյա Դավիթը Շենգավիթ բժշկական կենտրոն։ Սակայն վիրավորները ոստիկաններին որևէ բան հայտնել չեն կարողացել, վիրահատարանում էին։ Էրեբունու ոստիկաններն ու Երևանի քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են առնանման հետքեր եւ գազային ատրճանակի չկրակված 3 պարկուճ։ Դեպքի վայրում են Երևանի քրեական վարչության պետը Հայկ Հարությունյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պաշտոնյաներից կան, Երևանի գնդի հրամանատարն է այստեղ Անդրանիկ Իսախանյանը, Էրեբունու բաժնի պետի պաշտոնակատարն է տեղում Վլադ Բազունցը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իսկ հոկտեմբերի 14-ին Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի 5-րդ նրբանցքի 48 տան մոտ մի խումբ անձինք են վիճաբանել։ Կրակոցներ են հնչել, իրադարձություններն ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղի են ունեցել ազգային ժողովի նախկին падգամավոր գործարար Արկադի Համբարձումյանի հանրությանը հայտնի Ձերժավայի Արկադիի տան մոտ։ Բավականին օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանները, ովքեր այս հատվածում, այս տան մոտ եւ ներքևի հատվածում կարողացել են վնասազերծել մի քանի անձանց։ Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով 11 հոգու է ձերբակալել։ Նրանց թվում են ազգային ժողովի նախկին падգամավորն ու իր որդին։ Հայտնաբերվել է ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, նախաձեռնվել է քրեական վարույթ։